Տիրոջը փառք, Աստծո ժողովուրդ։ Ես ուզում եմ կարդալ Մատթեոս ավետարան 19-րդ գլուխ 26 համարը։ Սիրելիներ, մինչև համարը կարդալը ուզում եմ ասել, Տեր Հիսուսը խոսում է մի քիչ խիստ բաների մասին է ասում, եւ երբ որ այդ մասին խոսում է, զարմացած սիրելիներ, իր աշակերտները ասում այկան ասեցին, բա ով կարող է փրկվել։ Բա ով կարա փրկվի։ Եվ Տեր Հիսուսը իրանց հարցին պատասխանում է եւ ասում է Տեր Հիսուսը նայելով նրանց ասեց. դա մարդկանց կողմանը անկարելի է, բայց Աստծո կողմանը ամեն բան կարելի է։ Իրանք մարդուն էին նայում եւ որտեղ Տեր Հիսուսը իրանց հետ բաներ էր խոսում եւ իրանք նայում էին իրանց, նայում էին մարդկային կողմը, նայում էին իրանց եւ ասում էին, բա ով կարա փրկվի։ Տեր Հիսուսն էլ ոնց որ իրանց հայացքը իրանցից ուզենա կտրի եւ ասում է մարդկանց կողմանը դա անկարելի է, բայց ոչ Աստծո կողմանը։ Փրկությունը դա Աստծո գործն է, ուզում էր ասել իրանց սիրելիներ։ Եվ ես ուզում եմ այն մասին խոսալ եւ ինչ որ պիտի խոսամ վերնագիրը հետեւյալն է սիրելիներ, նա ով կարող է։ Աստծո կարողությունն է գովում Պողոս առաքյալը սիրելիներ Հռոմեացիս 16-րդ գլխի մեջ։ Ես կարդում եմ մի քանի տեղ, որտեղ Պողոս առաքյալը գովում է Աստծո կարողությունը, որ ինքն է իրոք մարդուն փրկողը, մարդուն արդարացնողը, մարդուն կյանք շունչ եւ ամեն բան տվողը եւ ստեղ Հռոմեացիս 16-ի 25 համարից սկսած մինչեւ 27 համարներն եմ կարդում, ասում է նրան, որ կարող է ձեզ հաստատել իմ ավետարանի պես ու Հիսուս Քրիստոսի քարոզության պես, այն խորհրդի հայտնվելու պես, որ հավիտենական ժամանակներից ի վեր ծածկված էր եւ հիմա հայտնվեցավ ու մարգարեական գրքերով հավիտենական Աստծո հրամանով բոլոր հեթանոսներին ճանաչացվեցավ հավատքի հնազանդվելու համար միայն իմաստուն Աստծուն Հիսուս Քրիստոսի ձեռքով փառք հավիտյանս ամեն։ Ասում է նրան, ով կարող է ձեզ հաստատել իմ քարոզության պես, այն ավետարանը, որ քարոզում եմ, ասում է նա կարա ձեզ հաստատի եւ նա կարա ձեզ զորացնի, նա կարող է ձեզ փրկի։ Եվ կարդում եմ նաև Եփեսացիս թղթից, սիրելիներ, եւ այս համարների ուղղությամբ շարունակել իմ խոսքը։ Այստեղ Եփեսացիս թղթի մեջ, սիրելիներ, 3-րդ գլխում Պողոս առաքյալը գովաբանում է նորից Աստծո կարողությունը, Աստծո փառքը եւ Եփեսացիս 3-րդ գլխի 20-21 համարներն եմ կարդում, ասում է նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, որ մենք խնդրում ենք կամ խորհում ենք, այն զորությունով, որ մեր մեջ ներգործվում է իրեն փառք եկեղեցին մեջ Հիսուս Քրիստոսի ձեռքով բոլոր դարերի մեջ հավիտյանս հավիտենից ամեն։ Ասում է նրան, ով կարող է առատությամբ անել։ Ավետարանում պատահական բառեր չկա գրված, սիրելիներ, ավետարանը Սուրբ Հոգին է հեղինակը եւ ասում է նա կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ մենք խնդրում ենք եւ խորհում ենք։ Բաներ կա կարող է խնդրենք, բաներ էլ կա կարող մտածենք, բայց ասենք ադե լավ դե ամոթ հա տենց խնդրենք, բայց Աստված ավելին է կարող անի, քան որ դու խնդրում ես, կամ կարող է դու կարնաս այդքան մտածես, որ կարաս հենց էլ լինի։ Աստված առատությամբ անում է, նա, որը կարող է առատությամբ անել ամեն բանից ավելի, քան որ մենք խնդրում ենք եւ խորհում ենք։ Եվ սիրելիներ, ես ուզում եմ Հուդայի թղթից կարդալ 2 համար 24-25 համարները, էլի Հուդա առաքյալը գովաբանում է Աստծո կարողությունը եւ ասում է եւ նրան, որ կարող է ձեզ ամբից պահել եւ իր փառքի առջև անարատ կանգնեցնել ցնծությունով, մեր փրկչին, միայն Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, փառք ու մեծություն, զորություն ու իշխանություն, բոլոր դարերից առաջ, եւ հիմա, եւ բոլոր դարերի մեջ, ամեն։
Սիրելիներ, ասում են նրան, որ կարող է ձեզ ամբից պահել, անարատ կանգնեցնել իր առջև։ Դա Աստծո գործն է, սիրելիներ։ Մենակ ինքը կարա անի այդ գործը։ Եվ Փիլիպպեցիս թղթի մեջ առաջի գլխի 6 համարում, սիրելիներ, գրված է, ասում է, ես այս մասով վստահ եմ։ Պողոս առաքյալն է ասում, եւ արևելահայերենում ասում է, ես համոզված եմ, որ նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարել մինչև Քրիստոսի օրը։ Սիրելիներ, ասում է, ես համոզված եմ սրանում, ես վստահ եմ սրանում, նա, որ այդ բարի գործը սկսել է ձեր մեջ։ Սիրելիներ, գիտեք, ասում է, նա կկատարե մինչև վերջ։ Այդ բարի գործը Աստված է սկսել մեր կյանքում, ամեն։ Եվ Աստված կարողություն ունի իր սկսած գործը ավարտին հասցնելու։ Ինչքան ուզում է մարդը ընկած լինի, ինչքան ուզում է մարդու կյանքը սևով գրված լինի սպիտակի վրա, երբ որ Աստված սկսում է գործել այդ մարդու կյանքի մեջ, այդ մարդու կյանքը սկսում է հրաշալի ձևով փոփոխության ենթարկվել։ Սիրելիներ, երբ որ Աստված ուզում է մեզ միտքն էլ ասել, որ Աստված մեր մարդուն կյանքում այդ բարի գործը սկսեց, իր հույսը մարդու վրա չէր, որ սկսեց։ Ամեն։ Սենց չնայեց օրինակի ինձ։ Ինձ որ նայր ինչ պետք է գտներ իմ մեջ, որ սկսել իր գործը իմ մեջ։ Ես մտածում եմ, որ ոչ մի բան։ Ասենք նայր ինձ ու ասեր, որ կանչեմ իրան, իր մեջ այդ գործը սկսեմ, սրանից մի բան դուրս կգա։ Ոնց որ ժողովուրդն են ասում, չէ, շատ ժամանակ ասում են սրանից Պողոս, Պետրոս դուրս չի գա։ Դա գիտեք ինչ են ուզում ասել, հոգևոր մարդ չի դուրս գա սրանից։ Բայց ես ուզում եմ ասել, սիրելիներ, որ փառք մեր Տիրոջը, նրան, որը կարող է, եւ նա, երբ որ իր բարի գործը իմ ու քո կյանքում սկսեց, նրա հույսը իմ վրա չէր, որովհետեւ եթե նայր ինձ իմ մեջ չկար մի բան, որի վրա կանար հենվեր իմ իր գործը իմ մեջ սկսելու համար, նրա հույսը ինքը գիտեր ինքը ինչ պիտի աներ։ Ինքը գիտեր ոնց էր փառավոր ձևով վերստին ծնունդ տալու ինձ ու քեզ։ Ինքը գիտի ոնց է մարդուն կյանքը հեղաշրջում սիրելն, ինքը գիտի ինչ պիտի անի մարդու կյանքում։ Եվ դրա համար իր բարի գործը սկսում է մարդու կյանքում, շարունակում է եւ ավարտին է հասցնում, իր անունը փառավորվի, սիրելներ, եւ նա կարող է, այո, այն գործը, որ սկսել է, սիրելներ, ավարտին հասցնել, վերջացնել։ Սիրելներ, Հովանու ավետարանի մեջ 6-րդ գլուխ 28 համարում մի քիչ այնքան բան է, այստեղ որ կարդում ես, ասում ես, ես ինչ ձևի է, էլի մարդը։ Գալիս են, կանգնում են Տիրոջ առաջ, ու մի հատ ես դրա մեջ համ հանդգնություն եմ տենում, համ մեծամտություն եմ տենում, որովհետև ես էլ եմ այդ նյութից բաղկացած։ Ես հասկանում եմ իրանց։ Գալի կանգնում են Տիրոջ առաջ, ասում են ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Մարդը ուզում է Աստծո գործերը գործի։ Եվ Տեր Հիսուսի պատասխանը, սիրելիներ, ասում է Աստծո գործը սա է, շարունակության մեջ 29 համարում, որ իր ուղարկածին հավատակ։ Քո գործը էդի է, ինչ Աստծո գործ ես ուզում գործես դու։ Դու խեղճ էակ ես։ Եվ դու եկել ես կանգնել ես Տիրոջ առջև ու ասում ես ինչ անեմ, որ Աստծո գործերը գործեմ։ Եվ Տեր Հիսուսը մարդուն շեղում է մարդու այդ իր ուշադրությունը, որ սխալ ուղղությամբ Տերը այդ ուշադրությունը թեքում է լրիվ ուրիշ ուղղությամբ։ Մարդը նայում է իրան, մարդիկ իրենց վրա կենտրոնացած ասում են ինչ անենք, որ Աստծո գործը գործենք, եւ Տերը իրանց հայացքը թեքում է երկինք։ Աստծո գործը նա է, որ իրա ուղարկածին հավատակ։ Սիրելիներ, եւ երկրորդ Կորինթացիս թղթի մեջ առաջի գլխի 21-22 համարներն եմ ուզում հիշեցնեմ, ստեղ հետևյալն է գրված, սիրելիներ, ասում է, որ մեզ կնքեց էլ 21 համարից կարտամ, բայց նա, որ մեզ ձեզ հետ միասին մեկտեղ Քրիստոսով հաստատեց եւ օծեց, Աստված է, իր անունը փառավորվի, Աստված է մարդուն Քրիստոսով օրնում, փրկում, հաստատում, զորացնում, որ մեզ կնքեց եւ մեզ տվեց Սուրբ Հոգու գրավը մեր սրտերի մեջ։ Իր անունը փառավորվի։ Ուրեմն մեզ, սիրելիներ,
հաստատողը, օծողը, զորացնողը, փրկողը Տերն է, իր անունը փառավորվի, իր անունը մեծարվի եւ նույն դրա շարունակության մեջ այդ գլխի 2 Կորինթացիս 2 գլխի 14 համարում ասում է Պողոս առաքյալը գոհություն Աստծուն, որ միշտ մեզ հաղթող է անում եւ իրեն ճանաչելու հոտը մեզանով հայտնի է անում ամենտեղ։ Գոհություն Աստծուն, որը մեզ միշտ հաղթող է անում։ Ուրեմն քեզ հաղթող դարձնողը Տերերի Տերն է, թագավորների թագավորը, պատերազմի մեջ հզոր Տերը, Իրանը տենց է բնութագրում 24 Սաղմոսի մեջ Դավիթը, կարող եւ հզոր Տերը, իր անունը փառավորվի, քեզ հաղթություն է տալիս, գալիս է քո կյանքի մեջ, բնակվում է քո մեջ եւ քո կյանքը այնց է հեղաշրջում, որ մարդիկ անգամ նայում են ու չեն ճանաչում քեզ։ Ասում են ես ինքն է, էսի Աստված անում սիրելներ մեր կյանքում։ Եվ պետք չի, ուզում եմ ասել մի բան սիրելներ, որ մեծ չի, որ մենք մեզի նայենք։ Ինչքանով որ ես, գիտեք, մեղքը սիրող մարդուն պետք է ասես, որ քեզի նայի, որ այս քո վիճակով դու դժոխք ես գնալու։ Տեր Հիսուսը տենց էր քարոզում։ Իր առաքյալները տենց էին քարոզում։ Մեղքը սիրող մարդուն պետք է օրենք քարոզես, որ ինքը ապաշխարի, որ այդ օրենքը իրան լուսավորի, որ այդ օրենքը իրան դաստիարակի բերի Քրիստոսին։ Բայց այն մարդը, որ ապաշխարել է, հիմա այսօր եկել ես դուստե, ու Աստծո կարիքը քեզ բերել աստե, ու նայում ես քո վիճակին, ու մարդկային հոգիների թշնամին փսփսում է, չարախոսում է, քո մեջ չար խշմտանքը առաջացնում, որ դու Քրիստոսին չմոտենաս, որտեվ ինքը լավ գիտի, որ դու մոտեցար Քրիստոսին, դու փրկվելու ես, դու ազատագրվելու ես, դու զորանալու ես, եւ ինքը ասում է դու ոնց ես ասում տենց մոտիկանում, այդքան մեղավոր, այդքան պիղծ, սիրելներ, բայց այդ մարդկանց համար, սիրելներ, ավետարանը ասում է, որ նայի Հիսուսին, որովհետև այդ մարդու համար Հիսուսը եկել է ու խաչվել է, այդ մարդուն Հիսուսը սիրում է, այդ մարդուն սիրելներ Տերը զորացնում է, ով որ եկել աստեղ, ով որ Աստծո կարիքը ունի, որ ապաշխարում է, ով որ ուզում է ապաշխարի, ով որ իր մեղավոր լինելը ճանաչում է, ուզում է Աստծո առաջ իր սիրտը բացի, սիրելներ, այդ մարդուն ավետարանը ասում է, որ Հիսուսին նայի։ Սիրելներ, եւ պետք չի նայենք մեզ, որովհետեւ երբ որ մենք նայեցինք մեզ, մենք թուլանալու ենք։ Նայեցինք մեզ, մենք ջախջախվելու ենք։ Նայեցինք մեր վիճակին, մենք ընկնելու ենք, սիրելներ։ Դրա համար 25 Սաղմոսի մեջ Դավիթը ասում է իմ աչքերը միշտ դեպի Տերն են, որովհետև իմ ոտքերը որոգայթից նա պիտի հանե, փառք իրան։ Իմ աչքերը միշտ դեպի Տերն են։ 737 համարի մեջ մենք երգ ենք ներերքում, սենց բառերը ասում է, երբ նայում եմ իմ վիճակին, տեսնում եմ ինձ անկարող, երբ նայում եմ Աստծո գառին, տեսնում եմ ինձ զորավոր։ Դրա համար պետք չի քեզ նայես, Աստծո գառին նայի, Հիսուսին նայի։ Սիրելիներ, 666 համարի մեջ էլի երկի տողեր կա, ասում է կարողությունով նրա զորության միշտ քայլենք առաջ։ Մենակ իր զորության կարողությունով ադատ, սիրելիներ։ Եվ առաջի Պետրոս 5-րդ գլխի մեջ Պետրոս առաքյալը, սիրելիներ, նորից մեր ուշադրությունը էլի այդ ուղղությամբ է, սիրելիներ, տանում եւ ասում է 5-րդ գլխի 10-11 համարներում. Եվ բոլոր շնորհած Աստվածը, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց Հիսուս Քրիստոսի ձեռքով, մի քիչ նեղություն կրելուց հետո ինքը ձեզ կատարյալ անե, կատարյալ անե, հաստատե, զորացնի եւ հիմնի, սիրելներ, իրեն փառք, զորություն հավիտյանս հավիտենից, ամեն։ Ուրեմն Աստված, սիրելներ, մեզ իր հավիտենական փառքին է կանչել։ Կանչել է եւ ասում է ինքը քեզ կատարյալ անի, հաստատի, զորացնի եւ հիմնի։ Դա իր գործն է։ Եվ ինքը կարում է դա անի, սիրելներ։ Ինքը կարա դա անի, ինքը որ սկսել է, ինքը անելու է։ Աստված մեզ կանչել է իր հավիտենական փառքին, իր որդու պատկերը ունենալու, իրան նմանվելու,
Սիրելիներ, չի կանչե, որ մենք ամբողջ կյանքում մեղք գործենք։ Չի կանչե, որ մենք ամբողջ կյանքում տկար լինենք։ Օրինակ գիտեք, մարդը, որ չի ուզում ապաշխարի կամ չի ուզում հրաժարվի իր բնավորությունից, ասում է, դե գիտեք, ասում է, դա իմ խասյաթն է տենց։ Քո խասյաթի համար Քրիստոսը խաչվել է, որ դու այլևս չունենաս այդ խասյաթը, այդ բնավորությունը, այդ սովորությունները, քեզ կանչել է, որ դու իր բնույթը ունենաս, իր փառքին է քեզ կանչել, եւ այդ գործը, որ սկսել է, ինքը ավարտին պիտի հարցնի։ Սիրելիներ, եւ դրա համար Հովանու ավետարան 3-րդ գլխի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը խոսելով Նիկոդեմոսի հետ, վերստին ծնունդի մասին է խոսում նրա հետ, եւ Նիկոդեմոսը սկզբից չի հասկանում, Տեր Հիսուսը բացատրում է իրան, եւ շարունակությունն եմ ես կարդում 14 համարը, սիրելներ, եւ 15 համարը։ Տեր Հիսուսը սենց խոսքեր է ասում Նիկոդեմոսին, եւ ինչպես որ անապատի մեջ Մովսեսը օձը բարձրացրեց, այնպես պետք է մարդու որդին բարձրանա, որպեսզի ամեն ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված իր միածին որդուն բարձրացրեց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի, սիրելիներ, մարդը նայելով իրան, հավատալով իրան, հավիտենական կյանք ունենա։ Միլիոնավոր մարդիկ այդ խաչի առջև, այդ խաչին նայելով վերստին ծնունդ են ստացել, փրկվել են եւ դարձել են նոր արարածներ։ Ինչպես որ Մովսեսը անապատում օձը բարձրացրեց։ Անապատում մեղքի պատճառով Աստված թույլ էր տվել, օձերը կծում էին, մարդիկ մեռնում էին։ Երբ որ Մովսեսը աղոթեց, Աստված ասեց՝ մի պղնձե օձ շինիր, բարձր տեղ դիր, եւ օձից խայթվածները թող նայեն այդ օձին, եւ ովքեր որ նայում էին, բժշկվում էին, սիրելիներ։ Եվ եթե իսրայելացին, սիրելիներ, նայեր իր վերքերին, նայեր օձի կծած տեղը, անընդհատ նայեր, ինքը մեկա մեռնելու էր։ Մի տարբերակ կար, նայել պղնձե օձին։ Եվ ինչպես որ ասում է անապատի մեջ Մովսեսը օձը բարձրացրեց, Աստված իր որդուն այդպես բարձրացրել է, որպեսզի նրան նայողը, նրան հավատացողը հավիտենական կյանք ունենա։ Եվ հիմա պետք է մեզ, սիրելիներ, Եբրայեցիս 12:2 ասում է, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Հավատքի առաջնորդը, քո հավատքի առաջնորդը եւ քո կյանքում այդ հիանալի գործը կատարողը Հիսուսն է։ Դու չես։ Քո կողմը մենակ, որ դու համաձայնվես, որ Տերը գործի քո կյանքում, որ դու իրան չխանգարես, եւ ինքը քո հավատքի առաջնորդը ու կատարողը, իմ բարի գործը, որ սկսել է քո մեջ, ավարտին է հասցնելու։ Աստծո կողմից, սիրելիներ, ամեն բան արված է, կատարված է, պատրաստված է, բայց մարդը ինչի է ապրում հոգևոր չքավորության մեջ, ինչի չունի այն, ինչ որ Տերը արել է իր համար։ Հովնանի մարգարեության 2:8-ում գրված է. փուչ ունայնությունների նայողները իրենց լինելու ողորմությունը թողնում են։ Մենք փոխանակ նայենք Աստծո գառին, փոխանակ նայենք Հիսուս Քրիստոսին, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, մեր կարող եւ հզոր Տիրոջը։ Ես նայում եմ ինձ, նայում եմ իմ վիճակին, մեկ-մեկ էլ հանդգնում եմ, ասում եմ, ինչ անեմ, որ Աստծո գործը գործեմ։ Բայց ես ոչ մի բան չանեմ, բայց դու ինչ կարաս անես։ Մենակ ասում եմ նայի Աստծո գառին, սիրելիներ, նա եկավ աշխարհ, որ մեզ փրկի, եւ կատարելով իր հիանալի գործը Գողգոթայի խաչի վրա էլ ասեց կատարվեցավ, արեց, սիրելիներ, հաղթանակած, մեր գործը փրկության կատարող, մեր հաղթանակով, փառքով, պսակով ինքը կատարեց իր գործը եւ փառքով համբարձվեց եւ նստեց հոր աջում եւ հիմա դե այդ շնորհած աթոռ աղբյուրը բացվել է, սիրելիներ, մարդու փրկության համար, մարդուն զորացնելու համար։ Հավատացյալն էլ չէ, սիրելիներ, երկար տարիների հավատացյալը, նոր եկած մարդը, բոլորը այդ աղբյուրն է մեզ զորացնում, այդ աղբյուրն է կյանք տալիս,
այդ շնորհած աղբյուրից ես խմում, եւ երկար տարիների հավատացյալներ, որ տկարանում թուլանում է, ասում եմ մոտեցեք շնորհած աթոռին, որ ողորմություն ընդունեք։ Եվ հիմա սիրելիներ, համբարձվել է հոր աչումը եւ ընդեղից սիրելիներ, անընդհատ մեր վրա հոսում է Տիրոջ շնորհքը եւ ողորմությունը։ Ես այս խոսքը եղբայրներից եմ լսել, իմ սրտի միջով անցել է, ես դրանով ուրախացել եմ, դրա համար միշտ ամեն տեղ ասում եմ, այո, նա աշխարհ է եկել, որ մեզ փրկի, եւ ինքը փրկել է, եւ հիմա հորաչում նստած է, որ մենք փրկված մնանք։ Ուրախանում եմ ես դրանով։ Ինքը նստած է հորաչում, որ դու փրկված մնաս, որ դու թուլացել ես, ջախջախվել ես, ընկել ես, ինչ անես, էլի նայում ես իրան, իր անունը փառավոր։ Եվ Եփեսացիս 6-րդ գլուխ 10 համարում ասում է զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությունով, իր անունը փառավորվի։ Օրինակ կարաք դուք մոտավորապես պատկերացնեք, ինչքան է նրա զորության կարողությունը։ Մեկը կարա այդ չափը ասի, թվի տեսքով կլինի կամ ձեռներով ցույց տա, կամ ինչ որ ձև, նրա զորության կարողությունը անսպառ է, անվերջ է, հավիտենական է, եւ ասում է զորացեք նրա զորության կարողությունով։ Ինչ վիճակում որ դու այսօր եկել ես տե։ Եսի վերաբերվում է թե նոր եկած մարդուն որ պետք է փրկվի, թե փրկված մարդկանց ովքեր որ տկարացել են։ Դու ինչ վիճակում որ եկել ես տե։ Նա կարող է եւ հզոր է փոխելու ամեն բան քո կյանքում եւ իմ կյանքում, սիրելիներ։ Եվ վերջացնելով խոսքը երկու համար եմ ուզում հիշացնեմ։ Առաջինը Առաջի Կորինթացիս 8:6-ն է, Առաջի Կորինթացիս 8-րդ գլուխ 6 համարն եմ հիշացնում, սիրելիներ։ Ստեղ գրված է հստակ, պարզ, ասում է, բայց մենք մեկ Աստված ունենք, Հայրը, որից է ամեն բաները եւ մենք նրանով, եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոսի, որից են ամեն բաները եւ մենք նրանով։ Ամեն բան նրանից է, սիրելիներ։ Ամեն բան Աստված է անում մեր կյանքում։ Եվ Հռոմեացիս 11:33-36 համարները, ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության խորությունը, ինչպես անքննելի են քո դատաստանները եւ անզննելի են քո ճամփաները, որովհետեւ ով իմացավ Տիրոջ միտքը կամ ով նրան խորհրդակից եղավ, կամ ով նրան առաջուց մի բան տվեց, որ փոխարենը իրեն տրվի, քանզի ամեն բաները նրանից, նրանով եւ դեպի նա են իրեն փառք հավիտյանս, ամեն։